Նախնական խնդրեմ մի քիչ մանրամասնեք։ Նախ դուք հերքում եք, որ ձեր ղեկավարած հիմնադրամը հիմա որ Երևանում կամ Հայաստանում որևէ քաղաքացու հասցնեն ում հետ է ասոցացվում, չեն ասի, որ վարչապետի տիկնոջ եւ այսինքն դուք այս փաստը հերքում եք։ Հաջորդը Դանիել Լորանցյանի հետ կապված կոնկրետ ինչ հոդվածով եք դուք պատկերացնում, որ գուցե քրեական պատասխանատվության հարց առաջանա։ Դուք այստեղ թվարկեցիք ձեր իրավունքների, թե որ կոնվենցիաներով ինչ բաներով են խախտվել ձեր իրավունքները, բայց չեք կարծում, որ խախտվել է նաև ընտրական օրենսգրքի եւ նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդվածները, որոնք արգելում են նախագահի հրամանագրից հետո բարեգործությունները եւ նաև Ձեր եւ վերջի հարցի վերաբերյալ այս տարվա մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների ընտրություններին առնչվող գործունեության հետ կապված, որտեղ ասվում է. Բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք առաջին ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակցի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է դիտարկվում են կուսակցության կողմից, ղեկավարվում են կուսակցության կողմից եւ երկրորդ հիմնադիրը, հիմնադրամի կամ հիմնադիրները կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու։ Սրանցից որևէ մեկը Լենա Նազարյանը իմ քայլը հիմնադրամի հիմնադիր անդամներից է, որը չի մասնակցում եւ թեկնածու չէ այս ընտրություններին։ Շատ տարբեր են նշվածը, ինչ ես կարդացի եւ ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկը, ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքներդ ճշտեք մարդկանց համար ասոցացվում են, թե ոչ։ Հիմնադրամը չի ասոցացվում, իշխանուժի հետ։ Ես դրա մասին կարծիք չունեմ, դուք ճշտեք ասոցացումը, Դանիել Լեոնիսյանի մոտ ասոցացվում է, բայց դա ինչ կապ ունի ընտրության հետ։ Այդ շրջանը, որ ասոցացվում է, եթե մարդիկ ձեզ Ես մեջբերում եմ օրենսդրություններ, մեջբերում եմ կոնվենցիաներ միջազգային, մեջբերում եմ սահմանադրություն, դուք ասում եք եթե մարդիկ։ Դրանք շատ տարբեր երևույթներ են, Շողիկ ջան։ Համեցեք։ Տեսեք, Տիկին Հակոբյան, դուք սահմանադրություն եք մեջբերում, որը կհն ինչ-որ նաև օրենքներ, որը կհն կշկրտել է, բայց բոլորին հայտնի է, որ դուք կապ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կինն եք, ինքայլը հիմնադրամը նախկինում ասոցացվում էր ուղիղ ինքայլը դաշինքի հետ, այսինքն դուք այդ դաշինքով եք եկել իշխանության, եւ այսօր շատերը նույնիսկ քաղաքացիները մոռանում են ԿՊ-ի անունը, ասում են ինքայլին են ընտրելու կամ չեն ընտրելու, այսինքն ինքայլի հետ են ասոցացնում, եւ Լենա Նազարյանը գործող պատգամավորը, որի ամուսինը արդեն ցուցադրում է կարծրների Արեգո Բաբայան, եւ դուք ամբողջ թիմով ԿՊ-ի հետ ասոցացող մարդիկ եք։ Վահե ջան, տեղություն ավարտեցի։ Մի բան էլ ասեմ եւ չնայած նրա որ կարծիքներ կային դեպք որ երբ որ դուք հայտարարեցիք ամուսնալուծության մասին ասացին որ սա հատուկ է առնում որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա դրա անվան տալ, այսինքն ազատ լինի ձեռքերի ազատ լինի, կարողանա ինքնալի անունից բարեգործություններ անել, հետո իհարկե վերամիավորվեցիք ինչ համար շնորհավորում եմ, բայց փաստացի դուք այսօր ասոցացվում եք ուղիղ ԿՊ-ի հետ եւ Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում, ապրում եք նրա հետ։ Հիմա մարդիկ որ ձեզանից բարեգործություն ստանան, ինչ են մտածում, որ սա օրինակ ուժեղ Հայաստանի համար է արվում, թե ում համար, թե Քոչարյանի կամ Հիմա այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը ազատ ընտրության եւ ազատ կամարտահայտության։ Պարզապես խախտվում է։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել, անկախ նրանից ով է այդ մարդը։ Որովհետև սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի, այդ թվում կանանց, այդ թվում այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի ազատ կամարտահայտման իրավունքը, եւ դա քննարկման առարկա չէ։ Եվ ցանկացած հարց դրա վերաբերյալ սահմանադրության
ել չեմ ասում էթիկայի, ել չեմ ասում տակտի խախտում է։ Ոչ մի բան չեմ, ես լավ չհասկացա, թե կնոջ թիրախավորելու ինչ խնդիր կա, որտեղ այստեղ կին լինելուց բացի դուք հանրային դեմք եք, պաշտոնյայի կին եք եւ կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի եւ դրանցից բոլորից առաջ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով ունի ազատ կամ արտահայտման իրավունք, որը պաշտպանված է, որի գաղտնիությունը այնքան պաշտպանված է, եւ հիմա դուք խախտում եք իմ իրավունքը։ ով նաեւ հանրային կերպար եւ Նաեւ հանրային կերպարները ունեն, եթե ես չեմ մասնակցում ընտրություններին, ես տեխնացու չեմ, եթե ես քարոզչություն չեմ իրականացնում, այսինքն ես ինքս եմ ընտրում իմ դիրքորոշումը։ Ես ունեմ իմ իրավունքը եւ դուք հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Եկեք ասումիսի կամպանի մեջ մնանք։ Համեցեք։